Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այս պահին Մայր Հայաստան խմբակցության անդամներով գտնվում ենք Պարուս Սևակ 4 հասցեում կամ Երևան քաղաքի քննչական վարչության մոտ։ Ինչպես արդեն գիտեք, այսօր առավոտվանից հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմը կամ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին հարձակման տակ է, կան բերման ենթարկվածներ, կան ձերբակալվածներ, խուզարկություն է ընթանում, խուզարկություն է գնում, ուրեմն Արագածոտնի թեմում, այստեղ ենք եկել, որպեսզի տեղեկանանք, թե ինչ է կատարվում եւ ինչ փուլում է գտնվում նախաքննությունը կամ ձերբակալվածները, ինչով են մեղադրում, ինչում են մեղադրում ձերբակալվածներին, մեր եկեղեցիականներին։ Ուրեմն սա ինչ որ արվում է այս պահին կամ այսօր կամ այս վերջի ժամանակներս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, սա կարելի է ասել ուղի թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչու համար եմ ասում, որովհետև չեք հիշի այդպիսի մի դեպք վերջին 100 տարում կամ պատմության մեջ, որ հայ առաքելական եկեղեցին այսպիսի մեծամասշտաբ հարձակման ենթարկվի իշխանությունների կողմից, ոչ դրսի թշնամիների կողմից, այլ հենց ներսի իշխանությունների կողմից։ Ես այս պարագայում կարամ ասեմ, որ այսօր հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկված թշնամիների կողմից ու ներսի թշնամիների կողմից։ Եվ նրանք իրագործում են կամ իրականացնում են Ադրբեջանի ղեկավարի եւ նաեւ հոգեվոր առաջնորդի նախապայմանները։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Փաշազադեն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ռևանշիստ էր անվանում, չէ, հիմա էլ անվանում է Էջմիածին քաղաքում, Էջմիածին էր անվանելու, ասել էր դա հին ադրբեջանական փողեր են, որտեղ հայ հոգեվորականներն են հաստատվել, կամ ասել է մենք պետք է վերականգնենք եւ վերադառնանք Երևան եւ վերականգնենք Երևանի ադրբեջանական մզկիթները։ Պատկերացնում եք Երևանի ադրբեջանական մզկիթները։ Ես Երևանում մի մզկիթ գիտեմ, որը պարսկական է, իրանական մզկիթ է, ինչ ադրբեջանական մզկիթ։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը այս իշխանությունները ամբողջ թիմով լծվել են հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի, հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա, փորձելով ճնշել, փորձելով ուրեմն եկեղեցու անդամներին կամ եկեղեցիականներին այսպես ճնշելով եկեղեցին ոչնչացնել։ Չի ստացվելու եւ չի ստացվելու։ Եկեղեցին 1700 տարի կա, դուք երեք եկել եք, վաղը գնալու եք։ Ասեմ, որ Մայր Հայաստանը բազմիցս հայտարարել է եւ հիմա էլ ասում է, որ կանգնած է հայ եկեղեցու կողքը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքը։ Վերջերս մենք Էջմիածին քաղաքում ստորագրահավաք էինք անցկացնում ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ բավականին մեծ թվով մարդիկ միանում էին ստորագրահավաքին ի պաշտպանություն, ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Մայր Հայաստանը կանգնած է եկեղեցու կողքին, կանգնած է եւ կանգնած է լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, չընկճվեք, չվախենաք, եկեք կանգնեք եկեղեցու կողքը, եկեք կանգնեք եկեղեցու համար ի պաշտպանություն, ի աջակցություն եւ սատարեք մեր առաքելական Սուրբ եկեղեցուն։ Լավ եղեք, կհանդիպենք առայժմ այսքանը։ Oh,